Նաև դուժով կողմի հետ կապված նախաքննության հապճեպության հետ կապված որոշակի հանգամանքներ մատնանշվեցին, ունակ ապացույցների հետ կապված դատագենետիկական փորձաքննությունը վկայակոչվեց, որ այդ մասով կարող է նաև էլի քննություն կատարվել, քանի որ կա անհայտ անձի հետ կապված որոշակի տվյալ եւ մի շարք էլի հանգամանքներ եւ այս համատեքստում այո միանշանակ համաձայն ենք, որ շատ արագ է ամեն ինչը կատարվեց, խորհրդանություն չկատարվեց եւ նախաքննություն եկածնող հանրը կոնկրետ մեր մասով, մեր մեղադրանքի մասով հիմնվել է Գևորգ Հարությունյանի սկզբնական փուլում, այսինքն նախաքննության սկզբնական փուլում տված տվյալների վրա, որոնք այո, նաև ողջամիտ կասկած էին հարուցում, թե ասենք իրականություն է դրանք, թե չէ։ Եվ այդ մասով քննությունը չի կատարվել, ընդհանուր նաև հարի դատան, այսպես ասենք, օրենսդրորեն է, եթե մեկ անգամ միջնորդություն ներկայացնենք նախաքննության, թե ընթացիկ փուլում կներկայացնենք, թե օրենսդրորեն նաև կամ ավարտի փուլում ներկայացնել, այսինքն արդեն քննարկված էր, որ դրանք բավարարման ենթակա չեն, որոշվել է, որ այսքանը բավարար է, քննության այս ծավալը, այն ձեռբերված ապացույցները, որոնք կան, եւ դրանով ըստեյության սահմանափակվել են։ Պատճառների հետ կապված Դարիճում զայներ են դատորից պատճառների շարժատների մասով չեմ կարող ասել, թե կոնկրետ վարույթ իրականացնող մարմինը, այսինքն ինչից ելնելով է որոշել, որ չգիտեմ, օրինակ այսքանը բավարար է եւ այսքանը հիմնավոր է, բայց այդ հարցերը բարձրացված դուժով կողմի որ բարձրացել, մեր համար էլ են ընդունելի, հարգելի դատարան, այսինքն զուտ դե հիմնվել է բացարձակապես Գևորգ Հարությունյանի սկզբնական փուլում տված ցուցմունքների հետ կապված։ Սակայն ակնհայտ է, կարծում եմ, որ անհրաժեշտություն է եղել նաև այդ հանգամանքները պարզելու, որը որ չի արվել։ Մնացած մասով Գևորգ հայտարարություն ունի, որպեսզի ավելի հստակ լինի մեր։ Շատ լավ, շնորհակալություն։ Արեք։ Դուք ևս իրավունք ունեք իշխած բացման խոսքով հասկացել։ Այնպես էլ իրավունքներ դիրքորոշում են ձեր մեղադրության կամ անմեղության վերաբերյալ։ Որևէ բան ցանկանում եք նշել։ Պահպանական դատարան այս գործի ամենասկզբից առաջնորդվել եմ անկեղծության ձևով, որ անկեղծ պետք է լինենք, ինչը որ կա, որտեղ որ մարդ ոչ մի բան չի անում, չի անում։ Ինձ մեղադրում են այն բանի համար, իմ առօրյայի համար, որ իմ առօրյա ասել են ինչը սարի, ասել եմ այս գործողություններն եմ արել, իմ առօրյայի մեջ եղած գործողությունները վերագրել են ինձ, որ ես ինչ-որ օժանդակություն եմ արել։ Պահպանական դատարան փետրվարի 5-ի դեպքի հետ, որ տենց բոլորը սաղ ով կա աշխարհում, սա ասում են փետրվարի 5, այդ դեպքի հետ Վալոդիա Գրիգորյանը կապ չի ունեցել, ամենայն դեպս այդտեղ չի եղել։ Ու ոչ Վալոդիա Գրիգորյանի, ոչ Կարեն Աբրահամյանի, ոչ էլ Արծրուն Գալստյանի հետ ամենայն դեպս բացասական ոչ մի շփում չեն ունեցել։ Ինչ վերաբերվում է քննչական մարմնին, որ ասել են գրեժի շարժավի, ես գիտեմ, որ կարան չասեմ այդ ամեն ինչը, բայց Աստված չանի, կյանքում ինչ-որ մեկան գտի իմ դրության մեջ, ոնց որ ես եմ այդ ապրումները ապրում, ու սկզբնական շրջանում մարդու մոտքով ամեն ինչը կարող էր ասել, բայց հիմա գիտեմ, որ կարող եմ քննչական կոմիտեում տես բան չասել, որ գրեժի շարժավի սկզբնական շրջանում ունեցել են ոչ թե բայց Վալոդիա Գրիգորյանն, այլ Պայքար Գրիգորյանի։ Չեմ ասել այդքանը, այսինքն ասել եմ, բայց որ կարելի չասեի այդքանը, այսինքն անկեղծության միջավայրի մեջ կարողացել եմ այդ ամեն ինչը ասել։ Ու ինձ հիմա մեղադրում են այնպես բաների մեջ, որ ոչ մտածել եմ, ոչ արել եմ։ Ինձ երևի ավելի շատ մեղադրում են, որ խի հողամասի զրը վարոտ չեմ դրել, դարպասում ինչը վերջ չեմ շարել, ասենք աղոտ այս բաների մեջ է արդեն մեղադրել, կամ 3 տարի առաջ այդ հողով առել եմ, պլանավորել է դրա համար եմ առել։ Պատասխանը այսքան է, որ մեղադրանքի վերաբերյալ լիահույս է, որ սկզբից կարա քննչական մարմինը նորմալ ամեն ինչը անցկացնի, բայց հույս չունի, որ այսքան Այս մեղադրանքը դիրքորոշում որպես չեք նստեք։ Գևորգ Հարությունյան Պահպանական դատարան, ես ունեմ անելու հայտարարություն, անցած դատական նիստին ցանկացած, ես ասած, որ դատական նիստին պետք է անեմ, ուրեմն կլինեմ հակե շատ մանրամասներ այս նիստին դեռ չեմ բարձրացրայնի, բայց հայտարարությունս կանում է նրանում, որ այս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ, ասեմ խի, այս ամեն ինչը արել եմ վաղի ձեռներով ու չեմ ուզում, այսքան ամիսներ անցել է, չեմ ուզում նախ առաջին այդ մեղքի տակ մտնեմ, այդ անցքի տակ մտնեմ,
հետո էլ ինչ պետք է լինի, թող լինի, բայց ես այս մեղադրանքը չեմ ընդունում, մնացած մանրամասները մյուս դատական նիստերին արդեն կբարձրաձայնեմ, կասեմ թե ինչի, այստեղ այսքանը չեմ ուզում մանրամասնում, չեմ ուզում բարձրաձայնել։ Շնորհակալություն։ Ռագելի կողմներ, դաստապացիստների շնորհակալություն։ Մենք